Ժորժ ջան, մեզ ասում են հրաժարվեք ռուսական գազից, հրաժարվեք Ռուսաստանի հետ տնտեսական կապերից, դա ասում են որոշ եվրոպական падգամավորներ, որոնք գտնվում են Հայաստանում այս օրերին, դա ասում են մեր երկրի ազգային ժողովի ամբիոնից, եւ ես այստեղ ակամայից հիշեցի որոշ նաեւ հայաստանյան, ներհայաստանյան, արևմտամետ այսպես կոչված շրջանակներ, չնայած մար պետքա լինի Հայաստանում միայն հայամետ եւ այլ կերպ չի կարող լինել, որոնք ասում են, որ գիտեք, ցուրտ կլինի, մութ կլինի, դժվար կլինի, բայց Ռուսաստանից ի վերջո կփոխվենք։ Հիմա հարց եմ ուզում տամ, ինչի անպայման միշտ այս ժողովրդին ուզում են տանեն փորձություններով։ 90-ականներին մեր ծնողները արդեն տեսել են ցուրտ տարիներ, մութ տարիներ, եւ հարուստները, որոնք որ հիմա էլ այդ հարուստները այդ շրջանակների մասին եմ ասում, այսպես կոչված արևմտամետ, իրանց տները արևմուտքում ունեն, իրանց փողերը ունեն, իրենք միանգամից տոմս կառնեն եւ կթռնեն տաք երկրներ։ Էլ ով կտուժի էլի նորից կտուժի բնականաբար նորից հայ ժողովուրդը։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովրդին տանեն փորձություններով։ Ես ուզում եմ, որ Հայաստանը ունենա կապեր բոլորի հետ, ըստ իր շահերի։ Առաբական երկրների, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Արևմուտքի, Եվրոպական միություն ԱՄՆ կլինի բոլորի հետ։ Ինչու ոչ։ Բայց ինչի պետքա պայմանով, որ Հայաստանը պետքա անցնի փորձությունով, Հայաստանը պետքա անցնի դժվարությունով, ցուրտ ու մութ տարիներով, ժողովուրդն է նորից տանջվի։ Ոչ, կներեք, բայց այդ պայմանով մեզ պետք չի